Երեխաների մոտ վաղ տարիքից առողջության և շրջակա միջավայրի միջև կապի գիտակցությունը ձևավորելը կարևոր է, որպեսզի նրանք մեծանան առողջ ապրելակերպ որդեգրած և բնության հանդեպ պատասխանատու քաղաքացիներ։ Հենց այդ նպատակով COP17-ին ընդառաջ Հովարդ Կարագյոզյան բարեգործական բժշկական հասարակական կազմակերպությունը Գորիսում կազմակերպել է առողջ մոլորակ, առողջ երեխաներ միջոցառումը։ Մենք չենք կարող ունենալ առողջ երեխաներ, եթե մենք չունենք առողջ միջավայր։ Այդ առումով COP17-ի միջոցառումները և առաջիկայում կայանալիք համաժողովը մենք շատ կարևորեցինք և գտանք, որ այս միջոցառումը, որը անվանեցինք առողջ մոլորակ և առողջ երեխաներ, անմիջական կապ ունի և կարող է նախապատրաստական արշավ լինել համաժողովին, հիմնականում ծանոթացնելու հանրությանը, հատկապես երեխաներին և իրենց ծնողներին այս համաժողովի գաղափարներին։ Միջոցառման առաջին օրը ինտերակտիվ և խաղային ձևաչափերով փոքրիկներին ու նրանց ծնողներին ներկայացվեցին բերանի խոռոչի առողջության պահպանման կարևորությունն ու առողջ ապրելակերպի հիմնական կանոնները։ Օրը շարունակվեց կրթական խաղերով, իսկ ավարտին փոքրիկները ստացան խրախուսական նվերներ։ Հովարդ Կարագյոզյան կենտրոնի Գորիսի մասնաճյուղը գործում է ավելի քան 30 տարի, աջակցելով հարակից համայնքների հարյուրավոր երեխաների առողջության պահպանմանը։ Երևան գնալու կարիք չի լինում, անհրաժեշտություն չի լինում, մեր բժիշկների հոգատարությունն ու իրենց կատարած աշխատանքը մեծ օգնություն է մեր համայնքի բազմաթիվ երեխաների և ընտանիքների համար և նրանց կատարած աշխատանքի շնորհիվ մեր երեխաները ունեն առողջ և գեղեցիկ ատամներ։ Սյունիքի մարզի քաղաքների սահմանապահ և ոչ սահմանապահ գյուղերի երեխաների համար ապահովում է երեխաների առողջ ապրելակերպը, արդար քունը, ունի փորձառու և բժշկական և սպասարկող անձնակազմ, ովքեր անշահախնդիր ծառայում են մեր հայ ընտանիքներին։ Նախաձեռնության ընթացքում կենտրոնի մասնագետներն այցելեցին Գորիս համայնքի մանկապարտեզներ և իրականացրեցին երեխաների բերանի խոռոչի առողջության սքրինինգ, ատամների ֆտորացում և տարիքային առանձնահատկություններին համապատասխան իրազեկման աշխատանքներ։ Կենտրոնի մասնագետները պարբերաբար այցելում են դպրոցներ և նախակրթարաններ և այնտեղ իրականացնում են մի շարք դասընթացներ, որոնք միտված են բերանի խոռոչի հիգիենայի պահպանմանը, երեխաների մոտ առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը։ Հովարդ Կարագյոզյան բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականին ԱՄՆ-ում Կարագյոզյան հիմնադրամի աջակցությամբ։ Կազմակերպության առաքելությունն է 0-ից 14 տարեկան երեխաներին տրամադրել անվճար ատամնաբուժական, ակնաբուժական և սոցիալ-կրթական ծառայություններ։ Իդեպ Գորիսում անցկացվող միջոցառման հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցում են նաև հիմնադրամի տնօրենը և Լիբանանի կենտրոնի ղեկավարը։ Այսօր այստեղ եմ եկել մեր հանձնակազմի հետ, ուրախություն այս երեխաների հետ կապված արարողությունը ներկա լինեմ և քաջալերեմ, որպեսզի նման բաներ շատ ավելի լինի մեր երեխաների համար, մեր երեխաների բարեկեցության, առողջության, կյանքի որակի լավացման եւ այլն եւ այլն։ Մենք հոս եկած ենք բոլոր երեխաներին հետ լալու կողքին ունալու Կարագյոզյան կազմակերպությունը իբր 105 տարվա կազմակերպությունը պիտի շարունակե իր ժրացան աշխատանքը, որովհետև մեր երեխաները, մեր ժողովուրդը արժանի են ամենալավին։ Միջոցառման ավարտին երեխաները սպիտակ թղթին գույներով փոխանցեցին առողջ մոլորակի մասին իրենց պատկերացումներն ու երազանքները։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։